տեղ ունի այս քննադատությունը լինելու, չէ, թույլ չեմ տա հետո։ Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն, պարոն Ավինյան, վերադառնալով այն մուլտիկի սերիայի շարքից իմ հորդորը խնդրանքը, որ բյուջեի զարգացման ծրագիրը հաջորդ տարի որ ներկայացնում եք, չզեկուցող չլինի, վերջը երևանցիներին հետաքրքիր է դուք ինչպես եք պատկերացնում Երևանի զարգացումը, որը շատ սերտորեն կապված է բյուջեի հետ։ Հիմա հարցս, պարոն Ավինյան, նոր միտք արտահայտեցիք, որ Տիկին Ավետիսյանը մոռացավ ասել 13 մանկապարտեզների մասին, որ կառուցելու եք, անկեղծ Տիկին Ավետիսյանը չի մոռացել, որովհետև 13 մանկապարտեզները ներողություն, բայց սուտ եք ասում, ինչի համար, որովհետև 13 մանկապարտեզից 10-ը, ուղիղ 10-ը, կրկնվում է 23 թվականից, այսինքն 23 թվականից այս մանկապարտեզները հետով ասեմ, 17, 33, 39, 46, 56, 64, 72, 93, 118, 133, ամեն տարի առն գալիս եք, ասում եք եկող տարի այս մանկապարտեզը սարքում ենք, հետո դա նորմալ է օրինակի համար, այսինքն հույսները դրել եք, որ Մանուկյան Մեսրոպը չի կարդալու բյուջեն, մեկ խնդրում սա բացատրությունը տվեք ու ինձ չէ, ժողովրդին, երևանցիներին, օրինակ 39 մանկապարտեզի ժողովրդին նախանցյալ տարի գնացի տեսա վիճակն էտա, բերեցի ներկայացրեցի, ստից բերեցի կասիկ, որ հաստատում ենք ասում, այդ դպրոցի ծնողներն ու դպրոցի ժողովուրդը թուկումուր են անում, ասում են ինչ հեքիաթներ է, ոչ դպրոցն են սարքել, ոչ է սկսել են, մի այս տարի նորից առը եկել եք, մեկ բացատրեք տենամ, ոնց է ստացվում, որ 13-ից 10-ը կրկնվող է, 23 թվականից Կարող է ինչ-որ մեկը մի տարում չի կրկնվել, բայց 10 հատը կրկնվող է, հատիկ թվերն ասեցի։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, 10 հատը կրկնվող է, որովհետև մեր 32 մանկապարտեզ եւ 6 պոլիկլինիկաների ծրագրի մաս են։ Եվ գիտեք, երբ որ դուք ասում եք 23-ին մենք ասել ենք, որ դա կկառուցենք, մի քիչ տենց անկեղծ չեմ, մենք բյուջեում կարայինք 23-ին դնեինք դա, չենք կարող, որովհետև վարկային ծրագիրը դեռևս հաստատված չէր, այսինքն սա վարկային ծրագրով կառուցվող մանկապարտեզներ են։ 2024 թվականին ու 25-ին հանձնել են արդեն նախագիծը, փորձաքննություններն անցել են արդեն Տիկին Բաբայան։ Մենք ունենք նույնիսկ, եթե չեմ սխալվում, արդեն կառուցման մրցույթները։ Շինարարության մրցույթներն ենք ընթացքում ենք, հենց այդ տրամաբանությամբ ասել ենք, որ 13-ում վստահաբար եկող տարի շինարարություն ենք մեկնարկելու, այո ծրագիրը վարկային մեկնարկել է 24 թվականի հունիսին եւ մնացած գործընթացները ըստ այդմ։ 24-ի հունիսին։ 24-ի հունիսին վարկային ծրագիրը մտել է ուժի մեջ, դրամաշնորհը հաստատվել է դեռևս ավելի ուշ։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Մանուկյան, այ հիմա վստահաբար կարող եք գնալ ասել այս 13-ը կառուցվում է։ Արձագանք։ Պարոն Ավինյան, ձեր փլավին աղ լսնել չի լինի, ձեր խոսքով եթամ ասեմ խայտառակ լինեմ, թող ձերում գնան ասեն խայտառակ լինեն, անկեղծ էլի, մի հատ արձագանք էս ամենի հետ կապված, անկեղծ պարոն Ավինյան, մի քիչ լուրջ չի էլի, որ ամեն տարի նույն թվերը գրում գալիս են, ու մարդիկ օրինակի համար ակնկալում են, որ պիտի սարքեն։ Մի գրեք, որ չենք սկսելու, պլանավորում են կամ մյուսը։ Ով է 100 անգամ ասել եմ, էլի, ձեր խոսքը, քանի ձեր բերանից չեք, այդ տերը դուք եք, հելավ գերին եք դուք, էլի, խնդրում եմ մի արեք։ Էլ ուրիշ ո՞ն, շատ կուլտուրական եմ ասում։ Ոչ թուքումուր եմ անում, ոչ մյուսը, շատ կուլտուրական ասեմ, խնդրում եմ մի արեք։ Այդտեղ չի լինում, այդ որ դուք ասում եք 23-ին ուղղակի դուք Քարոզ արշավի ժամանակ ասել եք որ 25-ին չի լինի, այդ ուրիշ սերիայից է, այդ ուրիշ բան կասեմ, բայց իմ հարցը այդ արձագանքի ժամանակ, այս որ գրել եք ճոպանուղու մասին, պարոն Ավինյան, մա ճշտ եմ, էսի էլի այդ հին մանկապարտեզի հեքիաթների շարքից է, թե մենք եկող տարի ժամանակ ճոպանուղով կենտրոնից ելնելու եմ նորք։ Խնդրում եմ հստակ ասեք ինձ, եկող տարի բանով ճոպանուղով ելնելու եմ վերև, թե չէ։ Դուք էլ հետս կարող եք տանեք ինձի մանտալու տեղ։ Պարոն Մանուկյան, չէ, դեռևս հաջորդ տարի չեք բարձրանալու նորք կենտրոնից ճոպանուղով, որովհետև ճոպանուղին կառուցելու համար, ինչպես եւ յուրաքանչյուր տենց մի քիչ, այսպես ասած, խելամիտ եւ խոշոր նախագիծ, նախ եւ առաջ ենթադրում է տնային աշխատանք, այսինքն հողերի, կադաստրային հողերի առանձնացում եւ հետագծի հասկանալ։ Դրանից հետո պատվիրում եմ մենք մի հատ նախագիծ պատվիրեցինք
որը որ չկայացավ նախագծի մրցույթ այս տարվա վերջում չկայացավ եւ մենք որոշեցինք մի փոքր ավելի մանրամասն աշխատանք իրականացնել հաջորդ տարի դուք կարող եք ակնկալել որ մենք կունենանք նախագծի մրցույթ որի արդյունքներով ենթադրաբար ունենալու ենք արդեն նախագծի պատրաստի նախագիծ եթե հասցնենք հաջորդ տարվա վերջում որը քիչ հավանական է, եթե դրել ենք անկեղծ ասած, ես տենց հավանականություն չեմ տեսնում, դրել ենք, մենք կառուցում։ 200 միլիոն դրել եք Չէ, սա նախագծի գումարը վստահաբար կարողանանք ծախսել եւ այդ կատարողականը կունենանք եւ կունենանք նախագիծ։